Ողջույն բոլորին, այս տեսանյութում նոյեմբեր ամսվա հրեշտակային խորհուրդն է։ Գնայինք նոր հրեշտակների քարտերով իհարկե բոլոր նշանների համար։ Յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար կլինի մեկական քարտ եւ կնշեմ խորհուրդը, թե ինչ խորհուրդ է ուզում նա ձեզ տալ, ինչի վերաբերյալ այն կարող է լինել, եւ եթե ինչ-որ բաներ եք ուզում, կարող եք պահել, գուցե ձեզ անհանգստացնող հարցին լուծում լինի նաեւ։ Կարող եք կենտրոնանալ ձեր նոյեմբեր ամսվա վրա, ինչն է ձեզ անհանգստացնում, ինչն է մտահոգում, ինչը կարող է ձեզ ուրախացնել, ընդհանրապես խորհուրդները հրեշտակի այնպես են, որ ավելի շատ վերաբերվում է այն պահերին, որ մարդը նեղված է։ Միշտ այդ դեպքում են ավելի շատ լինում հրեշտակները մեր կողքին։ Արդեն փչացրեցի։ Եվ գնայենք խոյերին, տեսնենք ինչ խորհուրդ է ուզում տալ խոյերին հրեշտակը, ձեր հրեշտակը իհարկե։ Տեսնենք, որ համարի հրեշտակն է։ Այս քարտան նշանակում է, որ դուք անհանգստանում եք ձեր կյանքի հնարավոր փոփոխությունների համար, եւ հրեշտակապետ Միքայելը կուղեկցի ձեզ մինչև վերջ եւ կապահովի, որ ձեր բոլոր կարիքները բավարարվեն, այնպես որ մի անհանգստացեք։ Ուղեք այն կամ մի ստանձնեք դժվար ինչ-որ իրավդարձություն, ինչ-որ իրավիճակ, մի վերցրեք ձեզ վրա, մի զիջեք, սովորեք պայքարել ձեր վախերի դեմ, ցանկացած իրավիճակում պետք է լինեք շատ մաքուր եւ ձեր մտքերը նույնպես պետք է լինեն մաքուր։ Եվ աղոթք հրեշտակապետին, ես խնդրում եմ աջակցություն զգացմունքներս կարգավորելու համար, եւ ես խնդրում եմ օգնություն կարեկից եւ անկեղծ դառնալու ինքս ինձ եւ ուրիշների հետ։ Շնորհակալություն հրեշտակապետ Միքայել, ինձ այս ուժն ու քաջությունը տալու համար։ Նոյեմբեր ամսվա համար, եթե անցյալում խնդիրներ են առաջացել, դրանք անպայման կլուծվեն մոտ ապագայում։ Այն դեպքերում է սա ավելի ճիշտ, եթե ձեզ զրպարտել են եւ ուղղակի անարդարացիորեն մեղադրանք ներկայացրել։ Կբացահայտվի շատ մեծ գաղտնիք, որից հետո հարաբերություններում կտիրի թեթևություն, պարզություն եւ վստահություն։ Եվ ձեզ խորհուրդ, վստահեք հրեշտակներին, ովքեր ձեզ աջակցում են դժվարին ժամանակներում։ Լսեք ձեր ներքին ձայնին, որը զգուշացնում է ձեզ ստի եւ գաղտնիության համար։ Կյանքի ցանկացած իրավիճակում ընտրեք ուղիղ եւ ազնիվ ուղին։ Մի փորձեք խուսափել պատժից եւ այդ ժամանակ դուք կպարգևատրվեք հոգեկան հանգստությամբ։ Եթե ինչ-որ մեկը փորձեր է չարաշահել ձեր բարիությունը, մի հուսահատվեք։ Երկինքը տիեզերքը անպայման կպարգևատրի նրանց իրենց արժանինքների համաձայն։ Մի փնտրեք վրեժխնդրություն, ինքներդ ձեզ համար, վստահեք այս հոգսերը բարձրագույն ուժերին եւ արդարությունը կհաղթանակի։ Եղեք համբերատար եւ անվախ եւ ձեր թշնամիները կպարտվեն, իսկ ձեր դժվարությունները կվերանան նոյեմբեր ամսին։ Այսքանը ձեզ համար, թող որ հրեշտակները պաշտպանեն ձեզ նոյեմբեր ամսին։ Գնայինք ցուլերին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ ցուլերի հրեշտակներն իրենց նոյեմբեր ամսվա համար։ Այս քարտով հրեշտակները հսկում են ձեզ եւ ձեր տունը, ձեր սիրելիներին նույնպես, ձեր նյութական վիճակը նույնպես։ Մինչ դուք այս ու այն կողմ եք անում։ Հրեշտակները կօգնեն ձեզ գտնել որոշ կորած իրեր։ Ձեր եթե հարստություն եք ուզում, ապա կարող եք դիմել ձեր հրեշտակներին։ Եվ հանկարծակի որևիցե դրամային շահույթ կօգնի ձեզ մարել ձեր բոլոր պարտքերը։ Հրեշտակները ձեզ տանում են դեպի կյանքի հրաշալի եւ բոլորին թույլատրելի պայմաններ։ Հավատացեք եւ հետևեք ձեր ինտուիցիային։ Եվ աղոթք հրեշտակի համար, հրեշտակապետ Միքայել, շնորհակալ եմ իմ տան եւ նրա բնակիչների խնամքի համար։
Ես աղաչում եմ քեզ, որ պահապան հրեշտակներ նշանակես իմ տան յուրաքանչյուր մուտքի մոտ, ապահովելով անվտանգությունն ու խաղաղությունը։ Շնորհակալ եմ իմ բարեկեցությունը հսկելու համար, որպեսզի ես կարողանամ հեշտությամբ վճարել բոլոր հաշիվներս եւ այլ կարիքներս։ Նոյեմբեր ամսվա համար ձեր կյանքը մեծ փոփոխությունների շեմին է, դրա համար փորձեք ճիշտ եւ հանգիստ վարվել այդ ամեն ինչի հետ։ Մի զիջեք ձեր արժեքները, քանի որ արագ փոփոխությունները կարող են շփոթեցնող լինել եւ ստիպել ձեզ անխոհեմ գործել։ Ճակատագրական հանդիպումը կորոշի ձեր ապագա կարիերան եւ կօգնի ձեզ հաղթահարել հուսահատությունը։ Ճանաչումը, որին դուք սպասում եք, վերջապես կգա։ Աշխատանքը կպարգևատրվի, իսկ վտանգները կմոռանաք, կգնա եւ ընդհանրապես կանհետանա։ Նաև հնարավոր է, որ դուք հաշտվեք ձեր հին ընկերներից մեկի հետ, որի հետ ապագայում կսկսեք պարբերաբար շփվել։ Եվ խորհուրդ՝ մի վախեցեք փոփոխություններից, վստահեք ձեր երկնքին եւ հրեշտակներին, տիեզերքին նույնպես։ Նրանք կապահովեն, որ ձեր կյանքը լիակատար հավասարակշռության մեջ մտնի։ Միշտ ուշադրություն դարձրեք ձեր գործողություններին։ Մի ենթադրեք, որ որոշ գործողություններ միշտ անպատիժ կմնան։ Երկար ճանապարհորդության մեկնելիս ամեն ինչ վստահեք բարձրագույն ուժերին եւ նրանք կպաշտպանեն ձեզ։ Պատրաստ եղեք պատասխանատվություն կրել ձեր սխալների համար, քանի որ դա ձեզ ներում եւ հավանություն կտա։ Համեստությունը կօգնի ձեզ խուսափել թակարդներից, իսկ ուրիշների հանդեպ սերը ձեր կյանքը կլցնի երկարատև իմաստով։ Շարժվեք դեպի ձեր նպատակները ազնիվ միջոցներով եւ ուղիղ ճանապարհներով։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամենից։ Գնանք եկվորյակներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ հրեշտակները եկվորյակներին նոյեմբեր ամսվա համար։ Այս ամիս հրեշտակները խորհուրդ են տալիս կենտրոնանալ ձեր կենսական էներգիայի ամրապնդելու վրա, կերեք միայն առողջ սնունդ, զբաղվեք ֆիզիկական վարժություններով, խուսափեք անպարկեշտ արտահայտություններից եւ մաքուր պահեք ձեր մտքերը։ Այս ամիսը ձեզ համար դա էներգետիկ բուժման կուրսի ամիս է։ Դա իրական բուժում չի, դա ձեր էներգիան վերականգնելու համար է։ Կարող եք նաև որևիցե բուժքրոջ դիմել, բժշկի դիմել, որևիցե ինչ-որ մի օրգանեմ, օրինակ իմունիտետը լավացնելու համար, եթե ինչ-որ խնդիր կա։ Ամեն ինչ, ինչին դուք ներկայումս ձգտում եք, պետք է ուղղված լինի ձեր էներգիայով, էներգիան լցնելուն, ոչ թե էներգիան ծախսեք։ Եվ աղոթք հրեշտակի համար։ Շնորհակալ եմ այն ներքին բուժիչ էներգիայի համար, որ դուք ուղարկել եք ինձ եւ ուղղորդել եք իմ միջով։ Շնորհակալ եմ ինձ եւ իմ շրջապատի մարդկանց օրհնելու համար, շնորհակալ եմ ինձ շրջապատող սիրո համար, շնորհակալ եմ հոգու ազնիվ խորհուրդների եւ բուժողների համար, նույնպես։ Նոյեմբեր ամսին ավելի շատ ուժ կպահանջվի հիասթափությունների կամ ցավի հետ կարողանալու հավասարակշռություն գտնել։ Այս ընթացքում դուք կկարողանաք մաքրվել ողջ բացասականությունից, եթե ձեզ հաջողվի հասնել հուզական հավասարակշռության, մյուս խնդիրները հեշտությամբ կհաղթահարեք եւ կմոռանաք։ Հրեշտակներին օգնության համար դիմելով դուք անպայման աջակցություն կստանաք եւ կկարողանաք բարելավել ձեր կյանքը։ Մոտենում է ժամանակը, երբ դժվար կլինի միայնակ պահպանել քո հոգին, քեզ ուրիշների օգնությունը պետք է կլինի։ Կյանքի ցանկացած դաս օգտակար կլինի ապագայում, այնպես որ դուք պետք է շնորհակալություն հայտնեք ճակատագրին յուրաքանչյուր մարտահրավերների եւ փորձությունների համար։ Եվ ապագա իրադարձությունները կխրախուսեն ձեզ ուժ քաղել ձախողումից եւ տեսնել աճի հնարավորություն այնտեղ, որտեղ մյուսները կորցնում են իրենց հույսը։ Եվ խորհուրդ. ձգտեք լավագույնին, լցրեք ձեր միտքը միայն դրական տեղեկատվությամբ, զգուշացեք այն մարդկանց ընկերակցությունից, ովքեր ձեզ կոնֆլիկտի մեջ են գցում։ Նրանք գողանում են ձեր ուժը, դավաճանաբար են գործում եւ կարող են ձեզ մոլորեցնել։
Դրա փոխարեն շփվեք նրանց հետ, ովքեր կիսում են ձեզ ձեր ուրախությունը, սովորեցնում են բարիություն եւ բարիություն լցնում ձեր մտքում, ձեր գլխում։ Նաեւ ձեր միտքը լցնում են օգտակար տեղեկությամբ եւ դա հենց ճառագում է, ինչպես որ ասում են, դրականությամբ։ Նաև ուշադիր եղեք խնդիրների նկատմամբ, ձեր վերաբերմունքների նկատմամբ։ Եթե զգում եք, որ հուսահատությունը ձեզ ճնշում է, փորձեք դիմադրել դրան։ Մի մնացեք միայնակ։ Հիշեք, որ կարող եք համալրել ձեր սպասված էներգիայի պաշարները օգնության համար, դիմելով միայն ձեր հրեշտակներին։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ խորհուրդ են ուզում տալ հրեշտակները ձեզ, հարգելի խեցգետներ, նոյեմբեր ամսվա համար։ Վառ քարտ է։ Շատ հետաքրքիր քարտ է, ի դեպ, եւ Միքայել հրեշտակապետը կպաշտպանի ձեզ, ինչպես որ արել է մեկ այլ իրավիճակներում։ Դուք կապ եք հաստատել իր հետ ձեր ենթագիտակցության մեջ։ Միգուցե նաև դուք հիմա էլի կապի մեջ եք ձեր հրեշտակների հետ անդադ դիմում եք եւ հետեւում եք նրա խորհուրդներին նույնպես։ Այս քարտի հայտնվելու պատճառը կարող է լինել այն, որ ձեր կյանքում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում եւ դուք կարող եք խոցելի լինել, բայց դա նաեւ նշանակում է, որ դուք գտնվում եք Միքայել հրեշտակապետի հսկողության ներքո։ Ձեր նյութական հարստությունը կաճի, դուք կհասնեք ձեր նպատակին ցանկացած գնով, ձևով, ձեր տունը պաշտպանված է, ձեր երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Մահացած մարդիկ, որոնց նկատմամբ դուք անտարբեր չէիք, այժմ հրեշտակների ընկերակցությամբ են եւ ավելի լավ վայրում, ում մասին որ դուք անհանգստանում եք։ Եվ աղոթք, շնորհակալ եմ ինձ եւ իմ սիրելիներին հսկելու, մեր կարիքներն ու ցանկությունները բավարարելու համար։ Շնորհակալ եմ երկնքից ուղարկված օգնության համար, ես շնորհակալ եմ եւ վստահ եմ իմ որոշման ճշգրտության մեջ։ Ապագայի համար իրավիճակը աստիճանաբար կարող է վատթարանալ, եթե որոշակի պահի կթվա, թե չեք տեսնում ձեր դիմացը, ապագան մռայլ է եւ խնդիրները երբեք չեն լուծվում։ Սակայն հենց այդ պահին ձեր հրեշտակապետը ձեռք կմեկնի ձեզ եւ կօգնի ձեզ դուրս գալ այդ դժվար իրավիճակից, այդ դժվարություններից։ Ուրիշների խորհուրդները օգտակար կլինեն, բայց դուք չպետք է կուրորեն հետևեք դրանց։ Ձեզ բերված ողջ փորձը, ձեռք բերված ողջ փորձը անհրաժեշտ կլինի ապագայում։ Եվ այնպես է ստացվում, որ կարելի ասել ձեզ երկնքից օգնություն են տալիս, որպեսզի դուք յուրաքանչյուր դժվարությունից ազատվեք նոյեմբեր ամսին։ Հանգիստ մնալով դուք կարող եք աստիճանաբար բարելավել ձեր բոլոր գործերը եւ դրանով հաջողության հասնել։ Եվ խորհուրդ. մի կողմ դրեք բոլոր անհանգստությունները եւ թույլ տվեք հրեշտակներին լուծել ձեր խնդիրները։ Այս կյանքում լիակատար ներդաշնակության կարելի է հասնել միայն բարձրագույն ուժերի օգնությամբ։ Եվ եթե դուք հասկանաք սա, ապա կգտնեք խաղաղություն ամենասարսափելի դժվարությունների առջև։ Մի հանձնվեք անարդարության հանդիպելիս, ձեր թշնամիները անպայման կպատժվեն։ Վարվեք արժանապատվորեն ուրիշների հանդեպ եւ այս ազնվությունը կվերադարձվի ձեզ շրջապատողների բարի գործերի միջոցով։ Փորձեք պահպանել կապը երկնքի հետ, վստահեք ձեր մտահոգությունները հրեշտակներին եւ բարձրաձայն ասեք ձեր ցանկությունների մասին, սա կօգնի ձեզ անմիջապես զգալ նրանց աջակցությունը գործնականում իրական կյանքում։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամիս ամեն ինչից, իհարկե, տեսակ, ամեն ինչից պաշտպանում էր։ Գնային կառույցներին։ Ինչով են ուզում օգնել, ինչ խորհուրդ են ուզում տալ հրեշտակները ձեզ նոյեմբեր ամսվա համար։ Հապես սա պետք է դուրս գալ։
Եվ այս քարտը նշանակում է, որ այս իրավիճակում, ինչ իրավիճակում, որ դուք այս պահին գտնվում եք, շարժվում է դեպի բարենպաստ հանգուցալուծում։ Դրական մտքերը կօգնեն ձեր ցանկությունները ավելի արագ իրականացնել։ Աստված եւ հրեշտակները կօգնեն ձեզ։ Վստահեք այն մարդուն, որի մասին մտածում եք եւ հավատացեք ինքներդ ձեզ։ Աղոթք։ Այսօր քնելուց առաջ ասեք. հրեշտակապետ Միքայել, խնդրում եմ այցելիր իմ երազներին եւ ազատիր ինձ վախերից, տուր ինձ հավատ իմ սեփական ուժերի եւ վստահություն ապագայի հանդեպ։ Եվ նոյեմբեր ամսին կարող են ստեղծվել որոշ իրավիճակներ, երբ դուք կկորցնեք ձեր կողմնորոշումը եւ կզգաք ձեզ կորած։ Այս պահին մի տրվեք վախին, հրեշտակները կգան ձեզ օգնության, ձեզ շնորհելով խորաթափանցություն եւ իմաստություն։ Սիրային հարցերում հնարավոր է ուժի, ազնվության եւ հավատարմության փորձության մեջ լինեք։ Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեզ մոլորեցնել, այս պահին ավելի լավ է վստահեք ձեր հին ընկերներին։ Կարող է նաեւ գայթակղություն լինել խաբելու ձեր հարևանին, այս գայթակղությունից պետք է խուսափել։ Երբ բախվում եք ուրիշների ստերին, մի կորցրեք հավատը բարիության հանդեպ, շուտով տիեզերքը ձեզ օգնություն կուղարկի։ Եվ խորհուրդ. լսեք ձեր ինտուիցիային եւ երբեք մի անտեսեք ձեր ներքին ձայնը, եթե այն ձեզ հորդորում է զգուշ լինել ուրիշ մարդկանցից, որոշակի մարդկանցից նաեւ։ Մնացեք հանգիստ եւ փորձեք չհուսահատվել, նույնիսկ երբ թվում է, թե հրեշտակները լքել են ձեզ, վստահեք բարձրագույն ուժերին, ցուցաբերեք անձնազոհություն սիրո մեջ, քանի որ բարի գործերը անպայման կպարգևատրվեն։ Ձեր կյանքում հետևեք պարզ կանոնների, օգնեք աղքատներին, դիմադրեք գայթակղություններին եւ անկեղծորեն խոսեք ձեր սիրելիների հետ։ Վստահություն ցուցաբերեք եւ վստահություն ցուցաբերելիս մնացեք խելամիտ։ Գիտեք որ թարգմանում եմ, ովքեր որ վաղուց են ինձ հետ գիտեն, որ միշտ թարգմանում նոր եմ խոսում, որովհետև ծրագիրս հայերեն չէ, ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն է։ Ընտրեք այն մարդկանց, որոնց հետ ձեզ հարմարավետ եք զգում եւ պահեք ձեր բոլոր գաղտնիքները բոլորից։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնանք կույսերին։ Տեսնենք կույսերի հրեշտակը ինչ է ասում։ Ինչ են ուզում ձեզ խորհուրդ տալ նոյեմբեր ամսվա համար։ Ինչ է տակրկիր քարտը։ Ես առաջին անգամ եմ տեսնում, ես բացարձակ չեմ նայել քարտերը։ Ընդհանրապես այս քարտը նշանակում է, որ հաճախ պատահում է, որ մարդու գործողությունների եւ վարքագծի նկատմամբ տարբեր տեսակետը կարող է հանգեցնել սիրուց ակամա բաժանման։ Այս դեպքում հումորի զգացումը օգնում է հաղթել մարդկանց միջև եղած տարաձայնությունները։ Սերը գալիս է եւ բուժում է իրավիճակը եւ հարաբերությունները նույնպես։ Ահա թե ինչու են ամենակարողը եւ հրեշտակները կարողանում կատակել, եւ դուք նույնպես զրկված չեք դրանից։ Հիշեք մեկ պարզ կանոն, լավագույն դեղամիջոցը ծիծաղն է։ Տրամադրությունը բարձրացնելու համար ավելի հաճախ դիտեք զվարճալի հեռուստաշոուներ, ֆիլմեր եւ կարդացեք կատակներ։ Բազմազանեցրեք ձեր կյանքի նպատակները, դրանց ավելացնելով դերասանական հմտությունների զարգացումը, փորձելով ձեր ուժերը գրել պարզ ինչ որ մի բան որ գալիս է, գրեք անպայման, պարզ պատմություն որպես։ Նույնիսկ ինչ որ կատակեր գական։ Ավելի շատ կատակեք, դա կօգնի բայլավել ձեր տրամադրությունը։ Փորձեք գրանցվել կատակերգության դասընթացների, ակումբների, դերասանական որևիցե դասընթացների, ձեր խոսքի հմտությունը բարելավելու եւ վստահությունը բարձրացնելու համար։ Աղոթք, շնորհակալ եմ, որ չզրկեցիք ինձ այս իրավիճակում հումորը տեսնելու հնարավորությունից եւ կարողությունից։ Ավելին, ես կարող եմ սերը սրտումս պահելով ծիծաղել մարդու եւ նրա էության վրա։ Ես պատրաստ եմ ցուցադրել իմ կարողություններն ու հմտությունները այլ հանգամանքներում, սիրո էներգիան բուժելու եւ գրավելու համար։ Նոյեմբեր ամսվա մեջ առջևում սպասվող իրավիճակը ձեզ դժվար կթվա, բայց այս զգացողությունը արագ կանցնի, վախը կզիջի իր տեղը վստահությանը։
Դուք կարող եք հաղթահարել դժվարությունները, եթե դատարեք դրանք չափազանց լուրջ ընդունել։ Պահպանեք հումորի զգացումը նույնիսկ անհաջողությունների ժամանակ եւ դրանք շատ արագ կանցնեն։ Կհայտնվի մի մարդ, որը կօգնի ձեզ աշխարհին այլ կերպ նայել, սովորել ավելի շատ լավը տեսնել դրանում։ Ընկերների հետ զվարճալի հանդիպումը կօգնի ձեզ հանգստանալ եւ ազատվել տխրությունից։ Դուք կհայտնաբերեք ոգեշնչման նոր աղբյուր, որը կշեղի ձեզ ձեր անհանգստություններից։ Ձեր համառության համար կյանքը կպարգևատրի ձեզ հանգստով։ Եվ խորհուրդ. պահպանեք պարզ հայացք, բայց փորձեք օբյեկտիվորեն գնահատել բոլոր վտանգները։ Երրորդ դեմքի տեսանկյունից նայեք օգտակար, երևի սխալ եմ թարգմանում, նախադասությունն է սխալ թարգմանում։ Երրորդ դեմքի տեսանկյունից նայելը օգտակար կլինի այս հարցում, ինչպես որ մենք նայում ենք կողքից, դա է երրորդ դեմքը, այնպես որ լսեք ձեր հրեշտակների եւ ավելի հասուն ընկերների խորհուրդները։ Կյանքը զգալիորեն ավելի կայուն կդառնա, եթե սովորեք համապատասխանաբար արձագանքել վտանգներին, ուրիշների հետ կոնֆլիկտներին կամ անարդարությանը։ Քարտը նաև հուշում է, որ ժամանակն է ուշադրություն դարձնել ձեր հոգեկան առողջությանը։ Հնարավոր է դուք թաքցնում եք խնդիրներ, որոնք նույնիսկ չեք քննարկում ձեր սիրելիների հետ։ Թողեք այս անհանգստությունները հրեշտակներին։ Նրանք կօգնեն ձեզ կողմնորոշվել դժվար հարցերում եւ պահպանել ձեր ուրախությունը։ Այսքանը ձեզ համար, թող որ նոյեմբեր ամսին ձեզ հրեշտակները պահպանեն յուրաքանչյուր պարագայում։ Գնանք կշեռքներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ հրեշտակները կշեռքներին նոյեմբեր ամսին։ Այս քարտը նշանակում է, որ ձեր ներքին ձայնը այն թելն է, որը ձեզ կապում է Աստծո հետ։ Ձեզ տրված պարգև է դա։ Հաճախ երբ դուք աղոթում եք Տիրոջը եւ հրեշտակներին, նրանք պատասխանում են օգնության առաջարկներով, որոնց դուք չեք ցանկանում ուշադրություն դարձնել։ Նրանք կարող են լինել թվեր, մարդկանց են ուղարկում եւ այլն։ Այս օգնությունը բաղկացած է ձեզ ուղարկված զգացմունքներից, էմոցիաներից, որոնք ձեզ ուղղորդում են ճշմարիտ ուղու վրա։ Հետևաբար մի անտեսեք դրանք որպես եթե ինչ-որ մի աննշան մի բան է, մի անտեսեք դրանք։ Այս քարտը ձեզ համար ուղերձ է, ակնարկ, որ զգացմունքները դատարկ տարածություն չեն, լսեք դրանց։ Ժամանակն է միջոցներ ձեռնարկել ձեր դժբախտության պատճառ հանդիսացող խնդիրը լուծելու համար։ Ինչ-որ մեկը փորձում է ձեզ մոլորեցնել։ Հավատացեք ձեր էմոցիաներին, ձեր ինտուիցիային նույնպես։ Կզգաք ով է դա։ Նոյեմբեր ամսին հնարավոր է ամեն ինչ դանդաղի։ Դուք մոտ ապագայում կանցկացնեք ավելի շատ միայնակ, կլինեք ավելի շատ միայնակ ձեր մտքերի հետ։ Դուք հնարավորություն կունենաք վերլուծել անցյալի գործողություններն ու որոշումները եւ համապատասխան եզրակացություններ անել։ Ձեր բերված փորձը կհարստացնի ձեզ հոգեպես։ Որոշ իրադարձություններ կստիպեն ձեզ մտածել կյանքի մասին եւ ցույց կտան իրերի իրական էությունը։ Շրջապատի մարդկանց սերը թույլ չի տա ձեզ նախատել անցյալի սխալների համար։ Դա կօգնի ձեզ բարձրանալ դժվարությունների ժամանակ։ Հոգեկան հանգստությունը կհանգեցնի իրական կյանքում բարելավումների։ Դուք կկարողանաք մարել պարտքերը եւ հաղթահարել դժվար առաջադրանքները։ Ձեր հարցերի պատասխանները կգտնվեն առանց դժվարության եւ կհայտնվի ձեզ մոտ վստահություն։ Եվ խորհուրդ. ուշադրություն դարձրեք ձեր ներքին ձայնին։ Դուք կարող եք օգնություն փնտրել ուրիշներից, մինչդեռ ձեր պատասխանները բոլոր գտնվում են ձեր սրտի խորքում։ Մի վատնեք ձեր ժամանակը ուրիշների կողմից ճանաչում ստանալու փորձերի վրա։ Աշխատեք ձեր սեփական բավարարվածության համար։ Հրեշտակները ձեզ ուժ են տալիս բուժելու ցանկացած հուզական վերք։ Պահպանեք ձեր արժանապատվությունը, նույնիսկ եթե ուրիշները փորձում են գրգռել ձեզ կամ կռիվ սկսել։ Մի արձագանքեք վիրավորական խոսքերին, թողեք ողջ բացասականությունը ձեր մտքից դուրս, մաքրեք ձեր հոգին վրեժխնդրության կամ հակադարձման ցանկություններից։
կենտրոնացեք բարիության և ներման վրա։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում։ Գնայինք կարիճների։ Ինչ են ուզում խորհուրդ տալ կարիճների հրեշտակներն իրենց նոյեմբեր ամսին։ Նույն քարտը ինչ որ խոյերին է ընկել։ Այս քարտի իմաստը նաև որ դուք անհանգստանում եք ձեր կյանքի հնարավոր փոփոխությունների համար, այնպես որ մի անտեսեք այն ինչ որ կգա, այն ինչ որ հրեշտակները ձեզ կուղարկեն, որովհետև օգնությունը, որոնք որ ուղարկում են իրենք, շատ ժամանակ մարդիկ չեն էլ տեսնում դա։ Հրեշտակապետ Միքայելը կուղեկցի ձեզ մինչև վերջ և կապահովի, որ ձեր բոլոր կարիքները բավարարվեն։ Ուղեք այն կամ մի ստանձնեք դժվար իրավիճակը։ Մի զիջեք, սովորեք պայքարել ձեր վախերի դեմ։ Ցանկացած իրավիճակում պետք է լինել մաքուր պահել մտքերը և հոգին։ Աղոթք։ Ես խնդրում եմ աջակցություն, զգացմունքներս կարգավորելու համար, և ես խնդրում եմ օգնություն կարեկից ու անկեղծ դառնալու ինքս ինձ և ուրիշների հետ։ Շնորհակալություն հրեշտակապետ Միքայել, ինձ այս ուժն ու քաջությունը տալու համար։ Նոյեմբեր ամսվա համար, եթե անցյալում խնդիրներ են առաջացել, դրանք անպայման կլուծվեն մոտ ապագայում այս ամսվա ընթացքում։ Սա հատկապես այն մարդկանց է վերաբերվում, ովքեր որ իրենց անձը զրպարտել են կամ նաև անարդարացի մեղադրանք են հնչեցրել ձեր հասցեին։ Կբացահայտվի մեծ գաղտնիք, որից հետո հարաբերություններում կտիրի թեթևացում, պարզություն և վստահություն։ Կլուծվեն դատարանի վերաբերվող հարցեր կամ իրավական խնդիրներ։ Եթե մարդը նախկինում խաբվել է, նա շուտով կկարողանա ազատվել այդ կապանքներից և իմանալ ճշմարտությունը։ Դուք հաջողություն կունենաք գույքի բաժանման և ֆինանսական հարցերի հետ կապված հարցերում։ Ճշգրտություն պահանջող բոլոր հարցերում արդարություն կհաստատվի։ Քարտի խորհուրդը։ Վստահեք հրեշտակներին, ովքեր ձեզ աջակցում են դժվարին ժամանակներում։ Լսեք ձեր ներքին ձայնին, որը զգուշացնում է ձեզ ստի և գաղտնիության համար։ Կյանքի ցանկացած իրավիճակում ընտրեք ուղին և ազնիվ ուղին։ Մի փորձեք խուսափել պատժից, և այդ ժամանակ դուք կպարգևատրվեք հոգեկան հանգստությամբ։ Եթե ինչ-որ մեկը փորձել է չարաշահել ձեր բարությունը, մի հուսահատվեք։ Տիեզերքը անպայման կպարգևատրի նրանց իրենց արժանինքների համաձայն։ Մի փնտրեք վրեժխնդրություն ինքներդ, մի արեք դա։ Վստահեք այդ հոգսերը բարձրագույն ուժերին, և արդարությունը կհաղթի։ Եթե եղեք համբերատար և անվախ, և ձեր թշնամիները կպարտվեն, իսկ ձեր դժվարությունները կվերանան։ Գիտեք, որ թարգմանում եմ ժողովուրդ, դե համար որոշ բաներ, ինչ որ պահեն, որ նախադասություն պետք է կազմես, և իդեպ շատ բարդ լեզու է։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ աղեղնավորների հրեշտակները նոյեմբեր ամսին։ Այս քարտը շատ հետաքրքիր խորհուրդ ունի։ Մինչև խորհուրդը այս քարտի վերաբերյալ Միքայել հրեշտակապետը պնդում է, որ դուք կարող եք տեսնել, թե որքան կառուցողական կարող են լինել ձեր մտքերը, եթե ուշադրություն դարձնեք ձեր կյանքի իրադարձություններին։ Դրական մտքերը ուղղակիորեն կապված են դրական արդյունքների հետ։ Նա կօգնի ձեզ պահպանել բարձր տրամադրություն, ապահովելով, որ ձեր ձեռք բերած հմտությունները գնահատվեն։ Մարզեք ձեր խոսքը, ձեր լեզուն, ձեր արտահայտությունները, ինչ-որ պրակտիկա կարող եք անել։ Սկսեք գիրք կարդալ կամ գրանցվեք դրական վերաբերմունքի դասընթացներին։ Ավելի լավ է կենտրոնանալ խնդրի լուծման վրա, քան փնտրել մեկին, ում կարող եք մեղադրել դրա համար։
մի վատնեք ժամանակ անհանգստանալու վրա, խնայեք ժամանակ աղոթքի համար։ Եվ աղոթք, ես սկսում եմ դիմել աստվածային սիրուն և իմաստությանը։ Ես գիտակցում եմ, որ զգացմունքներն ու բանականությունը հավերժ կապված կմնան ինձ հետ։ Ես դիմում եմ իմ բարձրագույն եսին և ընդունում եմ այն լույսն ու սերը, որոնք առկա են իմ մեջ և ամենուր։ Մի փոքր դժվարին փուլ է ձեզ համար նոյեմբեր ամիսը։ Շուտով իրադարձությունները կզարմացնեն ձեզ, ստիպելով ձեզ կամ անհանգստանալ կամ ուրախանալ։ Ձեր կյանքի այս բոլոր ժամանակահատվածները կնշանավորվեն բազմաթիվ հույզերով, նոր գույներ հաղորդելով ձանձրալի ձեր առօրյա կյանքին։ Որոշ իրադարձություններ բացասական կլինեն, բայց դրանք օգուտ կբերեն, նոր հուզական փորձություն է դա։ Ուրիշների աջակցությունը ավելի թույլ կլինի, քան դուք սպասում եք, այնպես որ հույս մի դրեք ուրիշների օգնության վրա։ Բոլոր հանդիպումներն ու բաժանումները հետ կթողեն ձեր ճակատագրի վրա և շատ տպավորություններ կպարգևեն ձեզ։ Կյանքի այս փուլը կհիշվի որպես ձեր պատմության ամենաիրադարձային և հետաքրքիր փուլերից մեկը։ Եվ խորհուրդը. ձգտեք կառավարել ձեր հույզերը և մի վախեցեք խոսել այն մասին, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ Դուք ավելի պայծառ կփայլեք, եթե սովորեք անկեղծորեն խոսել ձեր անհանգստությունների մասին ուրիշների հետ։ Կիսվեք ձեր ներքին լույսով կամ լսեք ձեր ընկերներին։ Ձեր հաղորդակցման հմտությունները պետք է բազմակողմանի լինեն։ Մի կենտրոնացեք միայն ձեր սեփական կարիքների վրա։ Ուշադիր եղեք նաև ուրիշների նկատմամբ։ Քարտը նաև խորհուրդ է տալիս վերահսկել ձեր գործողությունները և վատ որոշումները չվերագրել պատահականությանը, հոգնածությանը կամ հիվանդությանը։ Զգուշությունը երբեմն կարող է ձանձրալի թվալ, բայց այն կարող է ձեզ փրկել չմտածված որոշումներից, զղջումներից կամ նույնիսկ ամոթից։ Այսքանը ձեզ համար։ Թող որ հրեշտակները պաշտպանեն ձեզ։ Եվ պետք է հիշել, որ յուրաքանչյուր փորձություն դա մեզ տալիս է, նախ Աստված տալիս է այն չափ, ինչքան որ մենք կարող ենք այն դիմակայել, եւ երկրորդ, միշտ փորձությունը ավելի է մեզ ուժեղացնում։ Շատերին թուլացնում է, հավասարացնում է հատակին, բայց սովորաբար այն մեզ ուժեղացնում է։ Եթե մարդը ճիշտ վերլուծի եւ ճիշտ ապրի այդ պահը, անպայման հետո ինքը իր վրա կզարմանա։ Կյանքը ստիպում է փորձություններով, որ փոխվենք մենք։ Ամեն ինչում, յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր մեկի բառը միգուցե մեզ համար փորձություն է եւ մենք այդ բառը լսելով անգամ եւս սթափվում ենք եւ արթնանում։ Ինձ թվում է բոլորն են այդպես։ Իսկ եթե միայն անուղեղ մարդիկ են, ովքեր որ լսում են եւ ոչինչ չի լինում իրենց հետ, կամ ավելի են նսեմ անում, դա ոչ ճիշտ ինքնագնահատականի արդյունք է։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում եւ դիմեք իրենց, երբ որ դուք նեղված եք։ Գնանք այդ եղջյուրների։ Տեսնենք ինչ խորհուրդ են տալիս այդ եղջյուրներին նոյեմբեր ամսվա համար ձեր հրեշտակները։ Այս քարտը եւս մեկ անգամ էլ ընկե չեմ հիշում ում։ Այս քարտի նշանակությունն է, որ հրեշտակապետ Միքայելը կպաշտպանի ձեզ, ինչպես որ արել է այլ իրավիճակներում։ Եվ այստեղ հենց ցույց է տալիս, որ դուք ոնց որ թե մշտապես կապի մեջ եք ձեր հրեշտակի հետ, միգուցե անընդհատ դիմում եք, միգուցե աջակցությունն եք ուզում եւ այլն, հա, ոնց որ եւ լսում եք իր խորհուրդները եւ դիմում եք իրենց։ Այս քարտի հայտնվելու պատճառը կարող է լինել այն, որ ձեր կյանքում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, եւ դուք կարող եք խոցելի լինել, բայց դա նաեւ նշանակում է, որ դուք գտնվում եք Միքայել հրեշտակապետի հսկողության տակ։ Ձեր նյութական հարստությունը կաչի, ձեր տունը պաշտպանված է, դուք կհասնեք ձեր նպատակին ցանկացած ձևով եւ գնով։ Ձեր երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Մահացած մարդիկ, որոնց նկատմամբ դուք անտարբեր չեք, այժմ հրեշտակների աջակցությամբ են ավելի լավ վայրում։ Աղոթք։ Շնորհակալ եմ ինձ եւ իմ սիրելիներին հսկելու, մեր կարիքներն ու ցանկությունները բավարարելու համար։ Շնորհակալ եմ երկնքից ուղարկված օգնության համար եւ շնորհակալ եմ
և վստահ եմ իմ որոշման ճշգրտության մեջ։ Նոյեմբեր ամսվա համար իրավիճակը աստիճանաբար կարող է վատանալ և որոշակի պահի կթվա, որ թե ապագան մռայլ է ձեզ համար։ Եվ խնդիրները երբեք չեն լուծվի։ Սակայն հենց այդ պահին որևիցե հրեշտակապետ ձեզ ձեռք կմեկնի և կօգնի ձեզ դուրս գալ այդ դժվարություններից։ Ուրիշների խորհուրդները օգտակար կլինեն, բայց դուք չպետք է կուրորեն հետևեք դրանց։ Ձեռք բերված ողջ փորձը անհրաժեշտ կլինի ապագայում։ Բախտավոր պատահականությունը իրականում կպարզվի, որ երկնքի կամքն է, որի համաձայն դուք արժանի եք ազատվելու դժվարություններից։ Այսինքն, տիեզերքի ցանկությամբ է, որ դուք ազատվում եք, և ինչ-որ մարդը միշտ սկսում է կասկածել, թե ով օգնեց, Աստված էր, այս ինչ-որ մի երևույթ էր, ով որ օգնեց, դուրս եկանք այս դժվար պահերից։ Եվ հանգիստ մնալով դուք կարող եք աստիճանաբար բարելավել ձեր բոլոր գործերը և հաջողության հասնել։ Եվ խորհուրդ. մի կողմ դրեք բոլոր անհանգստությունները և թույլ տվեք հրեշտակներին լուծել ձեր խնդիրները։ Այս կյանքում լիակատար ներդաշնակության կարելի է հասնել միայն բարձրագույն ուժերի օգնությամբ։ Եվ եթե դուք հասկանաք սա, ապա կգտնեք խաղաղություն ամենասարսափելի դժվարությունների առջև։ Մի հանձնվեք անարդարության հանդիպելիս, ձեր թշնամիները անպայման կպատժվեն։ Վարվեք արժանապատվորեն ուրիշների հանդեպ, և այս ազնվությունը կվերադարձվի ձեզ շրջապատողների բարի գործերի միջոցով։ Փորձեք պահպանել կապը երկնքի հետ, վստահեք ձեր մտահոգությունները հրեշտակներին և բարձրաձայն ասեք ձեր ցանկությունների մասին, սա կօգնի ձեզ անմիջապես զգալ նրանց աջակցությունը գործնականում և իրական կյանքում։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում։ Գնայինք ջրհոսներին։ Այս քարտը շրջվեց, չգիտեմ թողնեմ սա թե ոչ։ Եկեք թողնենք, ինքը դուրս թռավ, ուրեմն դա էր պետք, այդպես էր պետք։ Այս քարտը նշանակում է մի կասկածեք ձեր երազանքների և մտադրություններին։ Լսեք ինքներդ ձեզ, ձեր ինտուիցիան ձեզ չի հիասթափեցնի, փորձեք վստահել ձեզ հետաքրքրող մարդուն։ Հավատացեք, որ սա ձեր ուղին է և սա ճիշտն է։ Վստահ եղեք, որ ձեր ֆինանսական և այլ կարիքները կբարելավվեն շատ շուտով։ Աղոթք, հրեշտակապետ Միքայել, աղոթում եմ, որ շնորհես ինձ քո տոկունությունը, թույլ տուր ինձ գտնել և ունենալ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է, իմաստություն, ուժ, սեր, ստեղծագործականություն, առատություն և առողջություն։ Թույլ տուր ինձ զգալ վճռական և խաղաղ։ Նոյեմբեր ամսվա համար սկզբում ձեր իրավիճակը կարող է անհնար թվալ։ Միայնությունը, տխրությունը և սրտի ցավը կարող են շփոթեցնող լինել, նաև կուրացնող լինել, բայց հետագայում սովորելով ճանաչել հրեշտակների օգնությունն ու պաշտպանությունը, դուք կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Սիրո մեջ հնարավորություն կլինի ամրապնդել զգացմունքները, հասնել փոխադարձ փոխըմբռնման և միավորել կյանքի ընտրվածի հետ և ձեր սիրո հետ։ Եթե բաժանվել եք, միանաք իրար։ Բոլոր ամենաանհավանական իրադարձությունները կիրականանան, երազանքները կիրականանան, դժվարությունների շրջանը կավարտվի անսպասելիորեն, դուք կազատվեք չար մարդկանց ընկերակցությունից։ Պետք է սովորենք լուծել խնդիրները, ամենամեծ խնդիրները ապրել, այսինքն այդ խնդիրների, ապրել այդ խնդիրներով և հենվելով միայն մեր սեփական փորձի և խոհեմության վրա։ Եվ խորհուրդ. քաջ եղեք, քանի որ նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր շրջապատի մարդիկ մեջքով են կանգնել, շրջվել են դեպի ձեզ, հրեշտակները շարունակում են քայլել ձեր կողքին և առաջարկել իրենց պաշտպանությունը։ Մի վախեցեք ձեր թշնամիներից կամ մրցակիցներից, եթե նրանց մտադրությունները լի են չարությամբ,
բարձրագույն հրեշտակները տերը արագ կբացահայտեն նրանց այդ խարդավանքները, այն ինչ որ իրենք են արել։ Համբերատար եղեք, քանի որ արդարությունը հաճախ գալիս է միայն ժամանակի ընթացքում։ Ուրիշների հետ շփվելիս զգուշորեն ընտրեք ձեր խոսքերը եւ փորձեք չվիրավորել նրանց զգացմունքները։ Կիսվեք ձեր հավատքով ուրիշների հետ եւ եղեք առատաձեռն։ Ձեր ընտանիքն ու ընկերները նույնպես կարող են հրեշտակային պաշտպանություն ունենալ։ Դժվարին ժամանակներում մնացեք դիմացկուն։ Օգնությունը չի ուշանա։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում։ Եվ գնայինք ձկներին։ Տեսնենք ինչ խորհուրդ է ուզում տալ ձեր հրեշտակները ձեզ եւ ինչով են ուզում պաշտպանել ձեզ։ Այս քարտը նշանակում է, որ սա նոր սկզբների լավագույն ժամանակն է, նոր բիզնես, նոր ինչ-որ մի բան գնել, ձեր կյանքում երկար սպասված փոփոխություններ։ Այն ժամանակահատվածում նոր ծանոթությունները ձեր կյանք կբերեն միայն դրական մարդկանց, ովքեր երկար ժամանակ ձեզ համար մտերիմ եւ թանկ կլինեն։ Դուք անսպասելի աջակցություն կստանաք ձեր ծրագրերի իրականացման գործում։ Աղոթք։ Հրեշտակապետ Միքայել, շնորհակալ եմ քեզ քո մշտական հոգատարության համար եւ ինձ տված վստահության համար։ Շնորհակալ եմ դժվարին իրավիճակներում քո հանգստության եւ իմաստության համար, որը ինձ ճիշտ ուղու վրա է պահում։ Շնորհակալ եմ քեզ իմ կյանք ուղարկած բարի եւ հուսալի մարդկանց համար։ Շնորհակալ եմ բոլոր այն հնարավորությունների համար, որոնք դու ամեն օր տալիս ես ինձ։ Նոյեմբեր ամսվա համար սա շուտով դուք կբախվեք մեծ փոփոխությունների, կտեսնեք մեծ փոփոխություններ։ Ձեզ սպասվում է տեղափոխություն, նոր աշխատանք, կարիերայի փոփոխություն կամ հարաբերությունների փոփոխություն։ Մի վախեցեք այս փոփոխություններից, քանի որ դրանք կբարելավեն ձեր կյանքը եւ կուղղորդեն ձեզ ճիշտ ուղղությամբ։ Բաժանվելով ձեզ վիրավորող մարդկանցից դուք կկարողանաք հրաժեշտ տալ բացասական հիշողություններին։ Հիվանդություններից ապաքինում կլինի, կգտնվի ճիշտ եւ արդյունավետ բուժում եւ ֆինանսական խնդիրների կամ գույքային հարցերի լուծում կլինի, եթե դժվարություններ կային, ապա հաջող լուծում կլինի։ Կգա զվարճանքի եւ անհոգ կյանքի ժամանակ, եւ դուք կվայելեք ձեր աշխատանքի պտուղները։ Եվ քարտի խորհուրդը, հրեշտակի խորհուրդը ավելի շատ։ Հրաժարվեք ագահությունից եւ փորձեք ընդունել հետաքրքրասիրությունն ու սիրելու ցանկությունը։ Մի ձգտեք փառքի կամ հարստության եւ այդ օրհնությունները կգան բնականաբար։ Մյուսների հետ հարաբերությունները պետք է լինեն դրական, այլ ոչ թե կործանարար։ Դրա համար ձեր շրջապատից բացառեք նրանց, ովքեր վնասում են ձեզ կամ բամբասանք են տարածում։ Մի կենտրոնացեք ձեր կյանքի բացասական պահերի վրա, այլ փորձեք հիշել դրանք, որպեսզի չվերադառնաք անցյալի սխալներին։ Ընդունեք հրեշտակների խորհուրդներն ու աջակցությունը, որոնք նրանք ձեզ ուղարկում են ավագ ընկերների կամ ծնողների միջոցով։ Մշտապես զարգացրեք ձեր միտքն ու տաղանդները։ Այսքանը սիրելիներս։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս ամսվա ընթացքում։